Այս տեսակ խայտառակ ամոթալի ընտրություն 2 օր առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանին հիշեցնում են 96 թվականի նախագահական ընտրությունները։ Այս տեսակ ընտրություններ Հայաստանում եղել են միայն 96 թվականին, ավելի բարձր սերունդի ներկայացուցիչները կարող են եւս հաստատել, որ իմ ասածը համապատասխանում է իրականությանը, նույնա բովանդակ խախտումներ են, ես դες ասեմ ավելին, Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի պես միջև ընտրությունների նույնիսկ այդ միջին տվյալների հրապարակումը շամպայնով դուրս եկավ եւ ինքը իրեն շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ։ Զանգվածային ընտրախախտումներն ու վարչական ռեսուրսի կիրառումն էլ Նիկոլ Փաշինյանին չօգնեցին ստանալ հանրության մեծամասնության աջակցությունը, արձանագրում է Բենյամին Մաթևոսյանը։ Ամոթալի վարչական ռեսուրսի կիրառման պայմաններում իրենք ընդամենը 49% ձայն են ստացել։ Եթե վերահաշվարկն էլ տեղի կունենա, պարզ է, որ ամբողջ 2005 ընտրատեղամասում վերահաշվարկ չի լինելու, բայց համամասնությունը խախտումների վերահաշվարկի ընթացքում մենք կհասկանանք, դա նշանակում է հետևելը, հայ հանրությունը մերժում է Նիկոլ Փաշինյանի կուրսը եւ կրկին ասեմ, եթե այս ամոթալի սահմանադրությունը չլիներ, որը, ասենց ասեմ, էլ այսպիսի նվեր հարազատը հարազատին չի անում, ոնց նախկին իշխանությունները արեցին Նիկոլ Փաշինյանին, ինքը չէր ունենա մանդատների մեծամասնություն։ Այնուամենայնիվ, ըստ ընտրությունների նախնական արդյունքի քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանում չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, այսինքն Փաշինյանի ձեռքը կապված է լինելու։ Խելքին փչած ամեն թղթի տակ չի կարող ստորագրել, ինչպես արել է նախորդ 8 տարիների ընթացքում, նկատում է Բենյամին Մաթևոսյանը։ Հասկանալի է, մարդիկ ուզում էին միանգամից այս բոլոր խնդիրները լուծել, շատ նորմալ է, այս տրամադրությունների ժամանակավոր անկումը եւս նորմալ է, բայց եթե սթափ ենք դատում, գործողությունների շատ լայն տեղ է բացվել։ Եթե ձայների վերահաշվարկի արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտնվի խորհրդարանում, ապա սահմանադրական կարևորագույն մարմինների, ղեկավարների եւ անդամների ընտրությունը տապալվելու է, եթե ընդդիմությունը չհամաձայնի։ Ամենակարևորը խաղաղության պայմանագիր լինի, թրիպ լինի, նմանատիպ միջազգային ինչ օրենքեր լինի, Նիկոլ Փաշինյանը այլևս չի կարող ազգային ժողովով անցկացնել։ Մաթևոսյանը հետևել է Ադրբեջանում հանրությունը բաժանված է 2 մասի։ Մի մասը ցնծում է Փաշինյանի վերընտրվելու համար, մյուս մասը ընկճված է, գիտակցելով, որ Փաշինյանը առաջվա ուժը չի ունենալու։ Ընդդիմությունը, եթե մանդատները վերցնի, թույլ չի տա, որ Հայաստանի վարչապետը Ալիևի նվագի տակ բարի։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։